Բարեձեզ սիրելի հայրենակիցներ, ողջունում եմ ձեզ համայնայության մայրաքաղաք Երևանից։ Այսօր դեկտեմբերի 16-ն է 2025 թվական։ Կխոսենք աշխարհաքաղաքական, տարածաշրջանային, ներպետական ուշագրավ թեմաներից, որոնք կներկայացնեմ իմ մեկնաբանությամբ։ Սկսենք Իրանից։ Իրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայեթին Իրանում Հայաստանի Հանրապետության դեսպան Գրիգոր Հակոբյանի հետ հանդիպմանն ասել է. Իրանն ի սկզբանե դեմ է եղել այսպես կոչված Զանգեզուրի միջանցքին, քանի որ Թեհրանը մերժում է տարածաշրջանային երկրների սահմանների ցանկացած փոփոխություն և զգուշացնում է անվտանգության սպառնալիքներից։ Այդ միջանցքը կարող էր ապահովել ՆԱՏՕ-ի ներկայությունն Իրանի հյուսիսում, ինչը անվտանգության լուրջ ռիսկեր կստեղծեր Իրանի հյուսիսային շրջանների և Ռուսաստանի հարավի համար։ Ուշադրություն, Ռուսաստանը իրար հետ համահունչ է ասում, դրան էլ կանդրադառնանք իրանց քայլերը Ռուսաստանի հետ համահունչ անելու ուղղությամբ։ Վելայեթին հավելել է, որ Թրամփի պլանը ըստ էության նույն նախագիծն է, միայն փոփոխված անվանումով և ներկայումս իրականացվում է ամերիկյան ընկերությունների Հայաստան մտնելու միջոցով։ Իրանը դեմ է Ադրբեջանի երկու հատվածները միացնող Հարավային Հայաստանով տարանցիկ միջանց ստեղծելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ծրագրին, այն համարելով սպառնալիք իր անվտանգության համար, ասել է Վելայեթին։ Վելայեթին նշել է, որ ԱՄՆ տնտեսական գործունեության քողի տակ ռազմական միջամտություն է կատարում տարածաշրջանում։ Փորձը ցույց է տալիս, որ ամերիկացիները սկզբում թվացյալ տնտեսական նախագծերով թափանցում են զգայուն տարածաշրջաններ, սակայն աստիճանաբար նրանց ներկայությունն ընդլայնվում է, ներառելով ռազմական և անվտանգության չափումներ, ասել է Վելայեթին, հավելելով, որ ամերիկյան ներկայության բացումը Իրանի սահմաններին ցանկացած ձևով ակնհայտ անվտանգության հետևանքներ ունի։ Հիմա հասկանանք, գերագույն առաջնորդը գիտեք երկրի թիվ 1 ղեկավարն է, իսկ նրա միջազգային հարցերով խորհրդականը հազիվ թե Իրանը գլուխ բան խոսի, այն էլ խոսի Հայաստանի դեսպանի հետ։ Հիմա խնդիր է առաջանում, այն որ Իրանը այդ հարցում առաջի անգամ չի, որ մտահոգությունը հայտնել, փորձել են մերոնք փարատել, պարբերաբար ասել են, խոսել ենք բոլոր կասկածները փարատել ենք, միևնույնն է, բայց մենք խոսել ենք անկախ նայած Իրանը հրապարակային կասի փարատվել է թե ոչ, միևնույնն է Իրան դա ձեռք չի տալիս, որ Թուրքիան, Նախճեվան, Ադրբեջան կապվեն Իրան այսպես ասած շրջանցելով։ Եթե ինքը իր տարածքով գնան, ինքը այդ խնդիրը կլուծի, կախվածությունը Իրանից կլինի։ Իսկ Հայաստանով անցնելը ոչ մի պարագայում Իրան ձեռնտու չի։ Եվ այդ առիթը օգտագործելու է նաև նեղացած ցույց տալու, որ Ամերիկային բերում եք, որի հետ ես պրոբլեմ ունեմ։ Այս է, որ մշտապես խոսել ենք, եթե Ամերիկան գործարք կնքի, համարենք Տրամփը գործարք է կնքում Իրանի հետ հարաբերությունները լավացնելու համար։ Եվ այդ գործարքը Ամերիկան շատ բարձր է գնահատում, առավելևս, որ դա Իսրայելի սրտով է։ Ինչ տեղի կունենա, Իրանը կասի, դե որ այդ դա անում ես, բեր այդ թրիփը թարգի, այդ Թրամփի ուղի ճանապարհը, այդպես բաներ մի անի։ Եթե դու անում ես, իմ գործընկերն ես, դա իմ շահերից չի բխում, ուրեմն պետք է չանես։ Ամերիկան կարող է այդ հարցում զիջի Իրանին եւ ասի, որ Ամերիկային ասի մի մտի ուղղակի։ Իսկ եթե Ամերիկան գնում է առճակատման Իրանի հետ, ոչ մի պարագայում համաձայնության չեն գալիս, Իրանը այդ նույն պահանջը դնելու է Հայաստանի առաջ։ Ասի Ամերիկային մի մտցնի իմ հարավային տարածքներ։ Այսինքն երկու դեպքում էլ, եթե Իրանը դրանից դժգոհ մնաց, Իրանը իր դժգոհ մնալու արտահայտելու ձևը կամ կունենա Ամերիկայի հետ, եթե բարեկամ է, կամ կունենա Հայաստանի հետ, եթե թշնամի է Ամերիկայի հետ։ Ամեն դեպքում Իրանի հետ հաշվի չնստել մենք չենք կարող, որովհետև եթե ինքը նույնիսկ Ամերիկայի հետ խնդիրներ ունենա ինչ-որ ձևով կարգավորենք կամ ոչ, մենք այդ կշիռը չունենք, որպեսզի Իրանին ասենք, դե գնա դու էլ քո ճանապարհով, մենք ինչ խնդիր ունենք քո հետ։ Եվ պատահական չի, որ ամեն անգամ, երբ որ Իրանում ցանկացած հայտարարություն եղել է
Իսրայելի դեմ, Ամերիկայի դեմ, Հայաստանի հետ կապված որոշակի հարցեր ճշտելու, Ռուսաստանի հետ մերձենալու պարբերաբար այդ թեմային անդրադարձել են, բայց տեսել ենք, որ Հայաստանից որևէ արձագանք չկա, բայց այս անգամ այլևս այս արձագանքը այնքան կոշտ էր, որ դրան չէին կարող մերոնք չարձագանքել, բայց լավ, արձագանքեցին, դրանով ինչ-որ բան փարատվեց, թե չէ, որովհետև մենք պետք է հասկանանք, չէ, ի վերջո ներկայացում էր, որ այս ճանապարհը Ռուսաստանին էլ է ձեռնտու, Իրանին էլ է ձեռնտու, հիմա տեսնենք Հայաստանից ինչ են ասում։ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը պատասխանելով Իրանի կողմից հնչող անհանգստություններին վերաբերվող հարցին ասել է. «Թրիփը շարունակում է մնալ ենթակառուցվածքային նախագիծ, որոշ առումներով բիզնես նախագիծ։ Այն հայ-ամերիկյան երկկողմ նախագիծ է, որում որևէ անվտանգային բաղադրիչ չկա»։ Անվտանգային բաղադրիչ չկա, տղեկ։ Բաղագոստոսից հետո ցնդացրեցին մեզ Նիկոլի Սազանդարները, Ամերիկան եկավ մեր անվտանգությունն ապահովելա, մեռանք ասելով, Ամերիկան անվտանգության հետ կապված ոչ մի պայմանավորվածություն չունի։ Այսինքն հայ ժողովրդին ասում եք, որ իմացեք, Ամերիկան եկել է մեր անվտանգությունը ապահովելու, Իրանի ժողովրդին ասում եք, այ մարդ, սա սովորական բիզնես նախագիծ է։ Ինչ անվտանգություն։ Իսկ ձեզ թվում է այս ժողովուրդը չի կարողանում Իրանի համար ասածն ու Հայաստանի համար ասածը իրար կողք տնի, հա։ Այսինքն հասկանանք, որ թրիփի ճանապարհի հետ կապված մեզ ոչ մի անվտանգային բան չի խոստացվել, որովհետև անվտանգային բան խոստանաս դու պետք է ներկայացված լինես, որ ներկայացված ես Իրանին դուր չի գալու։ Իրանի կասկածը փարատելու համար ասիկ հոп։ Չկանք այդ գործում, սա ընդամենը բիզնես պրոյեկտ է, այդ հասկանանք ուղղակի, բայց շարունակությունը նայենք։ Խանդանյանը հավելել է, որ նախագծում չի կարող լինել ՆԱՏՕ-ի ներկայությունը, որովհետև Հայաստանը ՆԱՏՕ-ին անդամակցելու մտադրություն չունի։ Հայաստանն ունի որոշակի համագործակցության շրջանակ, որը չի ենթադրում որևէ կերպ ՆԱՏՕ-ի ֆիզիկական ներկայությունը Հայաստանում։ Այն որ ՆԱՏՕ-ն չի լինի, եթե Ամերիկան լիներ, նա ՆԱՏՕ-ի է, էլի։ Բայց հարցը դա չի։ Հիմա ինչ է ասում, Հայաստանը ՆԱՏՕ-ին անդամակցելու մտադրություն չունի։ Քանի որ այդպիսի բան հնչում է, մենք կարողանում ենք, չէ, երկու տարբեր մտքեր բերենք դնենք իրար կողք։ Եթե Հայաստանը անվտանգային առումով ոչ ՆԱՏՕ-ից սպասելիք ունի կամ քայլ ունի անելու, ոչ է եվրոպական անվտանգության որևէ հարց, կամ ոչ էլ Ամերիկայի հովանու ներքո անվտանգային հարց, Հայաստանը նշանակում է Եվրամիության անդամակցության հետ կապված լավ գիտենք, որ անելիք չունի, քայլ չի էլ անելու, բայց սրանով էլ է ապացուցում, որ քայլ չի անելու։ Հիմա բացատրեմ, թե ինչի իրանք որ ասում են, իրանք չեն հասկանում, էլի, որ դրա տակ ինչ է երևում։ Խորհրդային միությունը փլուզվելուց հետո թվում էր, թե եթե Խորհրդային միության դեմ էր ստեղծված ՆԱՏՕ-ն, Խորհրդային միությունը փլուզվել է, էլ ինչ իմաստ ունի ՆԱՏՕ-ն ընդլայնել, բայց քանի որ հետխորհրդային պետությունները եւ արևելյան Եվրոպայի պետությունները գիտեին, թե ինչի է ընդունակ Խորհրդային միության ժառանգորդ Ռուսաստանը, որ նա վաղը մյուս օրը մի քիչ էլ ոտի կանգնեց, նորից սկսել է նույն ոտնձգություններ, իրանք համառորեն փորձեցին ոչ միայն դառնալ Եվրամիության անդամ, այլև ՆԱՏՕ-ի։ Եվ ուշադրություն, Ռուսաստանը այդքան ագրեսիվ չէր այն ժամանակ։ Փլուզվել էր Խորհրդային միությունը, հազիվ էր ուզում ոտի կանգնել, բայց նույնիսկ այդ ժամանակ իրանք անհանգիստ էին։ Եվ ինչ առաջացավ, ասեցին հարգելիներս, երբ որ դուք մտնեք Եվրամիության անդամ որպես տնտեսական տիրույթ, այո, կան երկրներ, որոնք Եվրամիության անդամ են, ՆԱՏՕ-ի անդամ չեն։ Չնայած երկուսով պակաս է Շվեյցարիան ու Ֆինլանդիան, բայց միևնույն ժամանակ դուք այն երկրներն եք, որ տեսել եք Ռուսաստանի ազդեցությունը եւ Խորհրդային միության կազմում եւ Արևելյան Եվրոպայի։ Այսինքն ձեզ համար այդ վտանգը միշտ լինելու է։ Մինչեւ անվտանգության հարցը չլուծեք, Եվրամիության անդամ դառնալ չեք կարող։ Հստակ դրված է եղել։ Իսկ հիմա առավել ևս Ռուսաստանն ագրեսիվ է։ Հիմա դուք տեսնում եք Ուկրաինայի հետ կապված, ասում են Ուկրաինան դառնա ՆԱՏՕ-ի անդամ, Ռուսաստանն ասում է չէ։ Ասում են դե լավ, բերեք կոմպրոմիսի գնանք, բայց տվեք համարժեք անվտանգային երաշխիքներ, որ Ուկրաինան դառնա Եվրամիության անդամ։ Այսօր տվեք այդ երաշխիքը, որ ինքը
ըստ ժամանակացույցի մինչև 2030 թվականը պետք է դառնար Եվրամիության անդամ։ Հետո ասին, որ Եվրոպարլամենտի լիազորության ավարտին մինչև 29 թիվ, Ուկրաինան ասում է, եթե խաղաղության գնացին, ուրեմն 27 թիվ։ Բայց մինչև այդ պետք է մենք արդեն մեր ձեռքին ունենանք անվտանգային փաստաթուղթ, որը համարժեք կլինի ՆԱՏՕ-ի անդամակցության։ Այսինքն, եթե Հայաստանը չի պատկերացնում իր անվտանգային համակարգը եվրոպական կամ արևմտյան մոդելով, Հայաստանը առաջիկա տեսանելի ապագայում, իսկ Նիկոլ Փաշինյանի հաշվարկով դա 1000 տարի է, 1000 տարի ինքը չի պատկերացնում Եվրամիության անդամ։ Ու որպեսզի հենց այնպես մեր կապարանոտ չլինի իմ ասածը, ներկայացնեմ ձեզ այն երկրների ցանկը, ովքեր խորհրդային միության ազդեցության տակ էին, անպայման չի մեջ ելնեին, դա նրա ազդեցության տակ էին, որոնք որ առաջ դարձել են ՆԱՏՕ-ի անդամ, նոր Եվրամիության։ Լիտվա, Լատվիա, Էստոնիա, Մերձբալթյան 3 հանրապետությունները 2004 թվականի մարտի 29-ին դարձել են ՆԱՏՕ-ի անդամ, 2004 թվականի մայիսի 1-ին դարձել են Եվրամիության անդամ։ Նույնիսկ եթե նույն տարում ա եղել, առաջ ՆԱՏՕ-ն ա եղել։ Սլովակիա, Սլովենիա, էլի 2004 թվականի մարտի 29-ին դարձել են ՆԱՏՕ-ի անդամ, մայիսի 1-ին նույն տարվա դարձել են Եվրամիության անդամ։ Լեհաստան, Հունգարիա, Չեխիա, իրանք էլ 1999 թվականին դարձել են ՆԱՏՕ-ի անդամ, 2004 թվականին դարձել են Եվրամիության անդամ։ Բուլղարիա, Ռումինիա, մի քիչ իրանք հետընկած էին, դրա համար Եվրամիության անդամ 2007 թվականին դարձան, Բուլղարիան, Ռումինիան 2004 թվականին դարձել են ՆԱՏՕ-ի անդամ եւ 2007 թվականին դարձել են Եվրամիության անդամ։ Այսինքն չի լինելու դուք ու անվտանգային համակարգի հարցը չլուծես, լինելով Ռուսաստանի երբեմն ազդեցության տակ եղած ու այս բարդ իրավիճակում անգամ հարևան բացառությունները, ինչպես տեսնում եք Ֆինլանդիայի, Շվեդիայի օրինակով, Ավստրիան մնացել ենք ու դե նրա հարևաններն են չեն, որ ինքը վախենա բանից Ռուսաստանից։ Ինչի եմ ասում, որ սա ցույց է տալիս, որ մերոնք հաստատուն հետևողական քայլերով Եվրոպա չեն գնում։ Վերջ։ Իրանք ուրիշ բանին են պատասխանում, բայց մենք հո գիտենք այդ ամեն ինչը իրար կողք դնելը։ Իսկ հիմա նույն հարցին արձագանքել է նաև ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, անդրադարձել է TRIP նախագծի վերաբերյալ Իրանի մտահոգությանը։ Մենք մշտապես կապի մեջ ենք մեր իրանցի գործընկերների հետ եւ տեղեկացնում ենք զարգացումների վերաբերյալ։ Հաշվի ենք առնում իրենց զգայունությունները։ Շահերը եւ այս առումով շատ կարեւոր է նշել, որ Իրանի արտգործ նախարարությունը բազմիցս նշել է, որ այս նախագիծը իրենց կարմիր գծերը հաշվի է առնում։ Ասել է Ռուբեն Ռուբինյանը, ընդգծելով պետք է հաշվի առնել ցանկացած երկրի պաշտոնական հայտարարություններ։ Այսինքն դուք ուզում եք ասեք, որ եթե արտգործ նախարարությունն ասել է, այո, քննարկել ենք հաշվի են առնում, իսկ գերագույն առաջնորդի խորհրդականը, որը որ մեր դեսպանի հետ հանդիպում է եւ իր վճռական դժգոհությունն է հայտնում, դա ոչ պաշտոնական բան էր, հա, կանչել էր տուն թեյ խմելու, հա, նարդի էին խաղում ու խոսում էին, բայց դա պաշտոնական չի։ Այսինքն մի երկրում, որի ղեկավարը գերագույն առաջնորդն է, այդ երկրի պաշտոնյան գերագույն առաջնորդի ուղակի ենթակայության տակ ասածը պաշտոնական բան չի, հա։ Կարակ տես բանի տեղ չդնեք, թե չեք կարողանում տակից դուրս գաք, որ այդ վտանգը ձեր առաջ դնում են հենց հիմա ինչ են սրում։ Կոնկրետ հիմա ինչ են սրում։ Եթե իրանք ասել են, դուք ասել եք, իրանք ասել են, դուք ասել եք, ոնց որ կասկածները փարատված էր։ Իրանք էլ ասել են, հա, ոնց որ մտահոգություններ ունենք, բայց նայեցինք ոնց որ հիմա ինչ են կոշտացնում բա։ Բայց չեք ուզում տենակ, որ բանա փոխվե։ Ռուսաստանի արտգործ նախարարության ԱՊՀ երկրների 4-րդ դեպարտամենտի տնօրեն Միխայել Կալուգինը հայտարարել է. հայ-ամերիկյան նախագծի մանրամասները դեռ պետք է ուսումնասիրվեն։ Մենք պատրաստ ենք խորհրդակցել մեր հայ գործընկերների հետ քննարկելու ինչպես նախաձեռնության պարամետրերը, այնպես էլ Ռուսաստանի հնարավոր մասնակցությունը։ Ռուսաստանի հնարավոր մասնակցությունը նոր չի, որ քննարկել եք։
այդ ուղղակի հրապարակային չեք ասում, բայց մենք հոգիդենք, որ դա շատ ավելի շուտ է քննարկվել, որ Ռուսաստանը մասնակցելու է։ Դրա համար կան բավարար հիմքեր։ Ըստ էության մեր առջև Եռակոմ աշխատանքային խմբի շրջանակներում համաձայնեցված երթուղու մի հատված է։ Ուշադրություն, Եռակոմ համաձայնությունը ի նկատի ունի Ռուսաստան, Ադրբեջան, Հայաստան։ Ասում է, սա դրա շրջանակում է, այսինքն իրանք նույնիսկ չեն հաշվում, որ դա Թրամփի ուղին ինչ-որ ամերիկյան ծրագիր է։ Բայց չեք հիշում լեգապատար Ամերիկայից Նիկոլ Փաշինյանն ասում էր, սա բխում է Ռուսաստանի շահերից։ Առաջ մենք ռուսներին ենք առաջարկել։ Ինչի է այտենց իրան ճղում, որ անպայման ասի սա Ռուսաստանի շահերից է բխում։ Ուշադրություն, դե հիմա Ռուսաստանից սա են ասում։ Մեր ընկերությունը հարավկովկասյան երկաթուղիները, որը ռուսական երկաթուղիների դուստր ձեռնարկություն է, ունի Հայաստանի երկաթուղային ցանցի կառավարման կոնցեսիա, ասել է Կալուգինը։ Այսինքն Հայաստանում երկաթուղու հետ կապված ինչ եղավ, Ռուսաստանին է ենթարկվելու։ Ինքը պարզ դա ասում է։ Մերոնք ինչքան ուզում ասեն, դա տենց չի, այդ են ուղին է, որ ասում է, որը արդեն համաձայնեցված է, որ դա մենք ենք անելու։ Դուք ինչ պայմանագիր կկնքեք Ամերիկայի հետ, ինչ չեք անի, դա մենք ենք անելու։ Հայաստանից ասում են, որ դուք դրա հետ գործ չունեք։ Տարածաշրջանն օգտագործում է ռուսական երկաթուղային գիծը։ Ճանապարհը մեծ մասամբ կանցնի մեր սահմանապահների պատասխանատվության տարածքով։ Պետք է հաշվի առնել նաև Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին։ Այսինքն ուզում ասի, որ իմացեք, դա մեր մաքսային տարածքն է, Հայաստանը մաքսային տիրույթում է գտնվում ԵԱՏՄ-ի եւ չի կարող Հայաստանի տարածքով անցնող բեռերի հետ կապված ԵԱՏՄ-ի կանոնները չգործել, թե ինչա դա Ամերիկայի հետ է պայմանավորված։ Հատուկ ընդգծում են դա։ Ակնհայտ է, որ մեր գործընկերները չեն կարող գործել առանց Ռուսաստանի, ընդգծել է Կալուգինը։ Չեք ուզում մի հատ Կալուգինին տեղը ցույց տաք իրա։ Ասեք, ո՞նց չես ասում, ով է տենց բան ասել։ Իհարկե Հայաստանի պաշտոնյաներից մեկն ասեց, Ռուսաստանի մասնակցության հարցը չի քննարկվում։ Իհարկե չի քննարկվում, որովհետև քննարկվել, փակվել է, ավարտվել է, սպասում են համապատասխան քայլերին։ Իհարկե չի քննարկվել Միշուստինի հետ, չի քննարկվել Պուտինի հետ։ Լուրջ, չեմ ասում ես վերջերս, շատ ավելի շուտ։ Իհարկե չի քննարկվել։ Հատուկ գնացել են Միշուստինի հետ, կետ առ կետ չեն քննարկել։ Յորջան, եթե տեղյակ չեք, խոսում եք, հեչ լավ չի, բարձր պաշտոնյայի համար։ Եթե տեղյակ եք, ստում եք, էլի լավ չի։ Լղոզված մի բան ասեք, գնացեք կամ եղանակից խոսեք, տոնածառից խոսեք, մի խոսեք մի բան, որը վաղը մյուս օրը դնելու են սեղանին, ասեն, բաս մեկ չի քննարկվել Ռուսաստանի մասնակցությունը։ Ես պատահական չէ, որ Միշուստինին էլ նշեցի, որովհետև դա զուտ տնտեսական նաև ծրագիր վարչապետի հետ համաձայնեցնելու հարցեր պետք։ Հիմա դե մենք տեսնենք, թե դրա հետ կապված ոնց են կես ամեն ինչի տակից դուրս գալիս։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, Իրանը համագործակցում է Ռուսաստանի հետ բոլոր ոլորտներում, Ռուսաստանի եւ Իրանի հարաբերությունները համապարփակ են։ Ռուսաստան այցից առաջ Արաղչին ասել էր, որ ռուս-իրանական հարաբերությունները ձևավորվել են ոչ միայն նեղխմբային նկատառումների, այլև պատմական աշխարհաքաղաքական կապերի եւ երկու երկրների կայուն շահերի հիման վրա։ Ռուսաստան այցի ընթացքում Արաղչին վաղը բանակցություններ կվարի Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։ Հիմա նայեցիք, ժողովուրդ ջան, Տրամփի ճանապարհ ռուսներն ասում են դա մենք ենք անելու, Իրանն ասում է չեք անելու, մի մտցրեք Ամերիկային, մենք ինչ որ անենք դե ռուսների հետ անենք։ Հայաստանն ինչ է ասում։ Հայաստանն էլ ասում է սա ընդամենը բիզնես ծրագիր է, ժողովուրդ ջան։ Չանհանգստանաք, ընդհանրապես սրա հետ անվտանգային Ամերիկան Հայաստանում ներկայացված չի, ժողովուրդ ջան, հանգստացեք, տենց բան չկա։ Ում ես հանգստացնում, Ռուսաստանին ու Իրանին, բա դրանով չես անհանգստացնում հայ ժողովրդին, որ օգոստոսի 8-ից բան էիք անում։ Ասում եք վերջ, արդեն Ամերիկան եկավ, մեռանք ասելով, որ Ամերիկան եկել է, ով է գնացել, Ամերիկան այտենց մեծ պետությունը գալիս է, ցունամիի պես եկող պետությունը, լա դրա մասշտաբները նայեք։ Ինքը որ մտավ ով է տեղը դատարկելու, որևէ բան տեսել եք, որ դուս են եկել որևէ մեկը։
Իսկ հիմա նաև նայենք, մեզ մի օր հարևանը ինչ ասում։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը հայտարարել է. Ադրբեջանն ու Հայաստանն ավելի քան երբևէ մոտ են խաղաղության համաձայնագրի ստորագրմանը։ Ադրբեջանի հետ մեր երկխոսության մեջ նաև հետապնդում ենք Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Բայց դա հասկանալի է, բայց այս մասը նայեք, մենք կձեռնարկենք որոշ խորհրդանշական քայլեր սկսած հաջորդ տարվա սկզբից, հայտարարել է Էրդողանը։ Ինչ է նշանակում խորհրդանշական քայլեր։ Իրար հետ պետք է սահմանի վրա նկարվենք, ինչ ենք անելու։ Սահմանի վրա սեղան ենք գցելու, այն կողմից իրանք ուտեն, այս կողմից մենք։ Խորհրդանշական քայլը ո՞րն է։ Հա գիտենք որն է, էլի։ Ուղղակի ուզում ենք ասենք այդ ակնարկը շատ բաց ակնարկ է։ Այսինքն մենք քայլեր կանենք խորհրդանշական, որ տեսեք Նիկոլ Փաշինյանին հաջողվեց խաղաղություն բերել, սահմաններ ա բացում, համագործակցuma վերջապես տեսեք միայն իրան հաջողվեց, որպեսզի դրանով աջակցեն Նիկոլ Փաշինյանի ընտրությանը։ Մենք դա գիտենք, ժողովուրդ ջան։ Թաքուն բան չի։ Կարեք այսքանն էլ չասեիք։ Անգամ ակնարկի ձևով, որտեղ ավելի հետաքրքիր է, խորհրդանշական քայլեր։ Չի ասում գործնական քայլեր, կոնկրետ քայլեր, բանակցությունների արդյունքում ինչ որ բան, չէ, խորհրդանշական, այսինքն աջակցության քայլեր։ Իսկ հիմա Ադրբեջանը բա ինչ է ակնկալում, որ դրա դիմաց նաև ինքը իմանա, որ պետք է այդ խորհրդանշական քայլերն անեն։ Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը հայտարարել է. Մեր երկրները օգոստոսին նախաստորագրել են խաղաղության պայմանագրի նախագիծը։ Մենք հույս ունենք, որ այն կարող է ստորագրվել հաջորդ տարի։ Մեր նպատակը, բայց հաջորդ տարի որպեսզի ստորագրվի, իրանք հույս ունեն, որ հենց ընտրությունն ավարտվեց, Հայաստանը պետք է հասցնի անմիջապես դնի սահմանադրական հանրակրվեն մինչև տարեվերջ։ Ինչու, քանի որ արդեն պատրաստ պետք է լինի սահմանադրությունը ընտրություններից առաջ, այսինքն մի խնդրեմ չկա, որ դնեն ընտրություններից հետո, հունիսից հետո մինչև տարեվերջ հանրակրվեն անեն։ Այսինքն իրանք նույն ժամկետ են դնում, ոչ թե 27-ի, որ նախապես մերոնք հայտարարել էին, որ հազիվ էլ հասցնեն 27 թվին, չէ՞ ինչ 27 թիվ, բա քեզ ինչ ենք օգնում, որ ընտրվես։ Մեր նպատակն է կայուն խաղաղություն ապահովել մեր երկրների միջև։ Դրա համար անհրաժեշտ է Հայաստանի սահմանադրությունը համապատասխանեցնել նախաստորագրված խաղաղության պայմանագրին։ Դրանից հետո պայմանագիրը կարող է ստորագրվել եւ վավերացվել երկու կողմերի կողմից, հայտարարել է Ամիրբեկովը։ Նիկոլ Փաշինյանն ասում է, մենք որևէ տարաձայնություն, առարկություն չունենք խաղաղության պայմանագիրը ստորագրելու, ու նույնիսկ չգիտենք Ադրբեջանը ունի թե չունի։ Ադրբեջանը ամեն առիթով ասում է, մենք ունենք, ու դա սահմանադրությունը պետք է փոխես։ Հայաստանից ասում են, մենք չգիտենք, ժողովուրդ։ Իրանք իրոք պահանջ ունեն, բա հարցրեք մի հատ, էլի։ Այսինքն սա ինչի համար է ասում, Փաշինյանին ասացի հակադարձում, որ ընդամենը վերջերս ասեց, մենք չգիտենք իրանք պահանջ ունեն, թե չէ։ Ունեն, ժողովուրդ։ Եվ այդ սահմանադրությունը եթե չփոխվեց, ժողովուրդը չքվեարկեց ինչ ալնելու, նրանք խաղաղություն չեն գնում, մեղադրելու են ում հայ ժողովրդին, հայ ժողովրդին, որ մեղադրեն, Նիկոլ Փաշինյանը պետք է ասի, բա տեսակ ժողովուրդ ջան, դուք սահմանադրությունը չընդունեցիք, խաղաղ ճանապարհով չուզեցաք մենք 1000 տարի խաղաղություն բերենք։ Այ հիմա տեսակ ինչ եղավ, մեղավորը դուք եք։ Այսինքն ոնց կարող ես դու մի բան պայմանավորվել Ադրբեջանի հետ, որի արդյունքը պետք է ստանաս ժողովրդի ձայնով։ Չի համաձայնում ժողովրդը, ինչ ես անելու։ Պատերազմ, որի մեղավորը ժողովուրդն է, բայց այդ ժողովրդին այսօրվանից խաղաղության տրամադրենք։ Ռազմական ծախսերը պակասացնենք, բան անենք, բայց խաղաղության ենք գնում, ժողովուրդ ջան։ Բայց եթե հանկարծ այդ ամեն ինչ անենք ու դու հետո շանտաժ անենք, ասենք ժողովուրդ չեք հասկանում, որ մենք պատերազմին պատրաստ չենք, բերեք այս սահմանադրությունը փոխենք։ Մենք գիտենք, չէ՞ հաջորդ շանտաժը որն է ալնելու։ Ուղղակի նախապես գիտենք, էլի ուղղակի դրա համար խոսում ենք դրա մասին։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրով, որպես ամենագլխավոր սպառնալիք, ես կառանձնացնեի Եվրոմիության գործունեությունը կամ ավելի ճիշտ այն էլիտայի գործողությունները, որը զավթել է իշխանությունը Բրյուսելում եւ փորձում է ենթարկեցնել ազգային կառավարություններին։ Եվրոպան բազմիցս դարձել է բոլոր չարիքների աղբյուրը, խորը ճգնաժամերի ծնունդը։
Այժմ ցավոք Եվրոպան կրկին փորձում է բոլորին թելադրել իր պայմաններն ու ցանկությունները, որոնք ըստ երևույթին կապված են ուկրաինական ճգնաժամի հետ, նշել է Ռուսաստանի արտգործ նախարարը։ Հիմա դուք տեսնում եք, հարցը ստեղ նա է, որ Եվրոպայից մենք լուրջ սպասելիքներ ունենք որպես գործընկեր։ Հայաստանի իշխանությունները փորձում են ժողովրդի աչքին թոս փչել, որ իրանք Եվրոպայի հետ լավ են, մենք ինչ որ մի ժամանակ, ասել ենք 1000 տարվա ընթացքում կգնանք Եվրամիության անդամ կդառնանք, բայց ի վերջո Եվրամիության հետ պատկերացրեք այս առճակատումը Ռուսաստանի հետ։ Իսկ Նիկոլ Փաշինյանը ուզում է այս երկուսին բալանսավորի։ Լուրջ պատկերացնում եք, որ դա հնարավոր է։ Բայց ամեն ինչի վտանգի տակ մենք ենք մնալու։ Բա ասում ենք ինչի է Իրանի հռետորաբանությունը փոխվում։ Բա ամեն օր Իրանում կատարված ինչի ենք ներկայացնում, ասում ենք մեր ժողովուրդը մեր իշխանությունների ծպտունը ինչի դուրս չի գալի։ Որտե ինչ որ բան հասունանում է մեր շուրջ, բա մարդիկ չիմանան ինչ է կատարվում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ Սպիտակ տանը հանդիպման ժամանակ հայտարարել է. «Այո, ես վերջերս զրուցել եմ Պուտինի հետ։ Կարծում եմ մենք ավելի մոտ ենք Ուկրաինայի հարցում կարգավորմանը, քան երբևէ։ Կտեսնենք, թե ինչ կարող է անել։ Այդ իհարկե իրան թվում է, որ ինքը շատ մոտ է ու ինքը այդ հարցը կարգավորելու է, կամ Պուտինի հետ ինքը ջերմ զրույց է ունեցել ու հարցերը պայմանավորվել։ Գլխի գալիքը չգիտի, թե Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը ոնց է իրան տեղը դնում։ Այսինքն դուք պատկերացնում եք, ասենք ինչ օրն ենք ընկել մոլորակով, որ Ռուսաստանի փոխարտգործնախարարը ուլտիմատում է ներկայացնում Տրամփին։ Հիմա կարդամ դուք տեսեք։ Ռուսական կողմը մտադրություն չունի որևէ զիջման գնալ Դոնբասի, Նովորոսիայի կամ Ղրիմի հարցում, դա չի քննարկվում։ Մենք այժմ ունենք 5 բաղկացուցիչ կազմավորումներ և մենք բացարձակապես չենք կարող զիջումների գնալ դրանց հարցում, քանի որ դա կլինի մեր պետականության հիմնարար տարրի վերանայում, որն ամրագրված է մեր սահմանադրությամբ, նշել է Ռյաբկովը, բայց ուշադրություն, հասկացանք ամբողջությամբ Ղրիմը իրանց տիրապետության տակ, բայց այն 4-ը Դոնեցկը, Լուգանսկը, Զապորոժիան, Խերսոնը, նրանք մի մասն են վերցրել, օկուպացրել, բայց հանրաքվե են արել այդ մի մասի վրա, բայց գծել են ադմինիստրատիվ սահմանը ամբողջ մարզերի, այդ 4-ի։ Այսինքն ստեղ դու հանրաքվե չես արել, այն մասը մտցել ես քո սահմանադրության մեջ, և Ամերիկային ասում ես իմացի է, ես դա չեմ վերանայելու, հետքալ չեմ անելու։ Այսինքն նույնիսկ եթե Դոնբասը ամբողջությամբ տալու պարագայում անգամ, իրանք ասում է չէ, այն էլ չեմ տալու։ Եթե Տրամփը բան է խոստացել, հիմա շարունակությունը կարդանք, ու այդքանը չէր։ Փոխնախարարն ընդգծել է, որ դա բավականին հստակորեն նշվել է ամերիկացիներին Պուտին-Տրամփ բանակցությունների ժամանակ։ Իրականում Կիևից իր զորքերը Դոնբասից դուրս բերելու ամերիկյան պահանջն արտացոլում է Ռուսաստանի Դաշնության դիրքորոշումը Դոնբասի ամբողջ տարածքի նկատմամբ անվերապահ վերահսկողության վերաբերյալ ռազմական կամ դիվանագիտական միջոցներով։ Այսինքն այդ պահանջը Ամերիկան, որ դրել է Ուկրաինայի առաջ, այդ պահանջը Ամերիկայի առաջ դրել է Ռուսաստանը, մարդը հրապարակային ասում է։ Այս համաձայնագրերը հետդարձ ուժով վերանայելու փորձերը կարող են կասկածի տակ դնել Միացյալ Նահանգների հետ ցանկացած համաձայնագիր։ Պարզ է, ժողովուրդ ջան։ Այսինքն Ամերիկա որևէ ուրիշ համաձայնագիր հետ, որ փեսուտ ուղարկել ես բիզնեսի, չի լինելու։ Քո այդ բիզնես անող չկա, եթե մեր ուզածը չտաս։ Ուրիշ ինչ եք հասկանում այս ասածից։ Ինչ համաձայնագրի մասին է խոսքը ուրիշ։ Ամերիկայի հետ ոչ մի համաձայնագիր չի լինի, մինչև մեր պահանջը չկատարեք։ Բա պատկերացնեք Տրամփին ասեն, փեսուտ հետ բիզնես չենք անում։ Կամ մոլորակը կպայթաստի, կամ ինքը կպայթի։ Ոնց թե փեսու հետ բիզնես չեն անում, ժողովուրդ ջան։ Կարող է չթողեք այդ մարդը իրաց տուն գնա։ Այս համաձայնագրերը հետադարձ ուժով վերանայելու փորձերը կարող են կասկածի տակ դնել համաձայնագիրը։ Հետևաբար Ռուսաստանը ևս մեկ անգամ հիշեցնում է, որ Անկորիջի ոգին պահանջում է հարգել Ռուսաստանի պահանջների սահմանային պարամետրերը։ Անկորիջը Ալյասկայի հանդիպումն նկատի ունի օգոստոսի 15-ին, Տրամփ-Պուտին հանդիպումը։ Այսինքն մեր այն պահանջները, որ Տրամփի դեմը դրել ենք, այդ պահանջները դուք պարտավոր եք կատարել։ Եվ դա չի ասում Ուկրաինային, նա ասում է Ամերիկային, նա Ուկրաինայի ո՞ւս կարա պահանջ տնի։
Ուկրաինան իրեն շանտեղ չի դնում, էլի։ Ասում պետք է կռվենք։ Բանի խե է տենց Ռուսաստանը տենց իրավունք ունի պահանջ ներկայացնի Տրամփին, ժողովուրդ ջան։ Անկախ նրանից, թե ԱՄՆ-ն կարող է կամ ցանկանում է իսկապես պնդել Ուկրաինայի զինված ուժերի դուրսբերումը Դոնբասից, թե ոչ, վերջնական արդյունքը չի փոխվի։ Սենց կատեգորիկ։ Այսինքն մեր պահանջը չի փոխվելու։ Ամերիկան ինչ ուզում է անի։ Դոնբասը կմնա Ռուսաստանի մաս իր 2014 թվականի սահմաններում։ Ամենակ քո Դոնբասը չես ասում, այդ ամբողջ ցուցակը որ կարդացիր, ամենակ Դոնբասը չէր։ Այս սրա պատասխանը ո՞վ է տալու, ժողովուրդ ջան։ Բա դրական խոսքերից էր խոսում Տրամփը, Պուտինի հետ զրուցել է։ Պուտինի հետ դու զրուցել ես ու քո փոխնախարարը սենց Պուտինի փոխնախարարը սենց հայտարարություն է անում։ Բա սրա պատասխանն ո՞վ է տալու, ժողովուրդ ջան։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է. դուք գիտեք ռուսների դիրքորոշումը, նրանք ուզում են մեր Դոնբասը, մեր դիրքորոշումը գործնական է, իրատեսական եւ արդար։ Մենք պաշտպանում ենք այն, ինչ եւ չենք ուզում հրաժարվել մեր Դոնբասից։ Ամերիկացիները ցանկանում են փոխզիջում գտնել, նրանք առաջարկում են ազատ տնտեսական գոտի։ Կրկին ընդգծում եմ, ազատ տնտեսական գոտին չի նշանակում Ռուսաստանի Դաշնության ղեկավարության ներքո։ Մենք Դոնբասը չենք ճանաչի որպես ռուսական տարածք ոչ դե յուրե, ոչ էլ դե ֆակտո, այդ մասը ժամանակավորապես օկուպացված է։ Այնուամենայնիվ, մենք կքննարկենք տարածքային հարցը, գիտենք դա առանցքային հարց է, մենք դեռ կոնսենսուս չունենք, հավելել է Զելենսկին։ Ավելի հստակ ինքը ասել է, այո, տարաձայնություններ ունենք Ռուսաստանի հետ այդ հարցում, որ տարածքային զիջումների հարցում համաձայնություն չունենք։ Հիմա տեսնում եք, Ռուսաստանն Իրանը ասեց, Ուկրաինան Իրանը ասեց, իսկ Տրամփն էլ ասում ամեն ինչ լավ է, շատ արագ հարցը լուծելու ենք, որովհետև հույս ունի պետք է ճնշում գործադրի Ուկրաինայի վրա, բայց տեսնում եք աշխարհի մթնոլորտը, որ Տրամփը կարա ճնշում գործադրի ու դրա տակից դուրս գա։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամփն անդրադարձել է ուկրաինական կարգավորմանը Եվրոպայի առաջնորդների եւ Վոլոդիմիր Զելենսկու հետ զրույցից հետո։ Ես երկար զրույց ունեցա նախագահ Զելենսկու հետ։ Ես նաև խոսեցի Գերմանիայի, ուշադրություն, Գերմանիայի, Իտալիայի, ՆԱՏՕ-ի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Միացյալ Թագավորության, Լեհաստանի, Նորվեգիայի, Դանիայի եւ Նիդերլանդների առաջնորդների հետ։ Էսեն Տրամփն էր, որ 28 կետը գրել ուղարկել էր Ուկրաինային, իսկի լայաղել չեր արել Եվրոպային բան ասեր։ Լուրջ։ Էսեն Տրամփն էր, որ Եվրոպան դրեց իր տարաձայնությունները դեմը, հիմա արդեն իրավիճակը սենց է։ Շարունակությունը մենակ դա չի, որ ասելա։ Մենք շատ երկար եւ շատ լավ զրույցներ ունեցանք եւ կրկին կարծում եմ, որ ամեն ինչ բավականին լավ է ընթանում, ասել է Տրամփը։ Լայդ էլ հեչ լա շարունակությունը։ Ըստ Տրամփի երկրորդ համաշխարհայինից հետո սա իր մասշտաբներով ամենամեծ պատերազմն է, որը պետք է ավարտվի, բայց մենք մոտենում ենք, մենք հսկայական աջակցություն ունենք եվրոպացի առաջնորդներից։ Այդ արդեն հույսը տնկան եվրոպացի առաջնորդները։ Արդեն դրական ես համարում, որ դու աջակցություն ունես եվրոպացի առաջնորդներից։ Բանենց է լեզու դրել Պուտինի բերանը, որ հենց գիտեր ասում է Եվրոպանով է։ Բա Հայաստանում էլ շատ-շատերն ասում են, տեսակ սկի Եվրոպային բանի տեղ չեն դնում։ Տեսանք, ժողովուրդ ջան, թե դուք ինչի եք ուրախանում Պուտինով չեմ հասկանում։ Որ կողմից է ձեզ բարեկամ, հոր կողմից, մոր կողմից։ Բայց ուզում եմ հասկանամ, հիմա տեսակ Դոնալդ Տրամփը, քանի որ նաև իր երկրում լուրջ խնդիրներ ունի Ուկրաինան վաճառելու հարցում, ակնհայտ իրան մեղադրում են Ուկրաինան ծախելու մեջ։ Եվ շատ լուրջ քննարկում է գնում, թե ժողովրդի մեջ, թե քաղաքական էլիտայի մեջ, ես չեմ խոսում նաև բնական է մրցակից կուսակցության մասին, առհասարակ ինչ որ քննարկում է։ Հիմա ինքը ասում է ժողովուրդ ջան, հանգիստ եղեք, ես աջակցություն ունեմ եվրոպական առաջնորդներից։ Նրանք նույնպես ուզում են, որ սա ավարտվի, եւ հենց հիմա Ռուսաստանը եւս ուզում է, որ դա ավարտվի։ Խնդիրն այն է, որ նրանք կցանկանան, որ դա ավարտվի, իսկ հետո հանկարծ չեն ցանկանա։ Եվ Ուկրաինան կցանկանա, որ սա ավարտվի, իսկ հետո հանկարծ չի ցանկանա։ Այնպես որ մեզ անհրաժեշտ է, որ նրանք նույն էջում լինեն, բայց կարծում եմ այն
առաջ է շարժվում։ Սա շատ լավ զրույց է, ընդգծել է Դոնալդ Տրամպը։ Բայց հիմա շարունակությունը գնում է նաև Ռուսաստանն արձագանքում։ Այսինքն այս լարվածության ֆոնին դուք տեսաք, որ միանգամից սրեց եւ Ռուսաստանը թրիփի հետ, որ մենք այդտեղ ներկայացված ենք, եւ Իրանը, որ իմացեք Ամերիկայի ներկայացվածությունը մեզ պետք չի։ Եթե Ռուսաստանն է ձեռք կատարի, եթե Ամերիկանը չէ։ Բայց այդ ինչ կատարվեց միանգամից տենց։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկով. մենք հրադադար չենք ուզում, որպեսզի այսպես ասած թույլ չտանք Ուկրաինան շունչ քաշի եւ պատրաստվի պատերազմի շարունակությանը։ Այս պահին հարցն այն է, թե արդյոք մենք, ինչպես ասում է նախագահ Տրամպը, համաձայնության կհասնենք, թե ոչ։ Մեր դիրքորոշումը հայտնի է, հետևողական, թափանցիկ եւ հասկանալի եւ ամերիկացիների համար եւ ընդհանուր առմամբ այն հասկանում են նաեւ ուկրաինացիները։ Եթե ուկրաինացիների շրջանում գերիշխող դառնա համաձայնագիրը կարճաժամկետ անկենսունակ լուծումներով փոխարինելու ցանկությունը, մենք հավանաբար պատրաստ չենք լինի մասնակցել։ Ահա թե ինչու ենք մենք խաղաղություն ուզում, նշել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը։ Իդեպ անգամ Մերցը, Ֆրիդրիխ Մերցը Գերմանիայի կանցլերն ասեց, այս տոների հետ կապված մի քանի օրվա դադար տանք նաև քննարկենք, որ դա նաև կօգնի խաղաղությանը, Ռուսաստանն ասում է չէ, մենք պետք է կռվենք, չէ, կամ գնանք խաղաղության մեր պահանջներով, որը դրել ենք Տրամպի առաջ, որի դիմաց նաև բիզնես համաձայնագրերը կյանքի կոչենք։ Եթե ոչ, ուրեմն կռվում ենք, շարունակում ենք։ Հիմա այս պարագայում Եվրոպայի արձագանքը նաև նայենք։ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հայտարարության մեջ ասվում է. Ռուսաստանին բանակցությունների սեղանին նստեցնելու համար Եվրամիությունը պատրաստում է նոր պատժամիջոցների փաթեթ։ Եվրամիությունն աշխատում է յուրաքանչյուր քայլի վրա, որը վերջնականապես կդադարեցնի արյունահեղությունը։ Առաջին քայլը, որը պետք է իրականացվի, երկարատև հրադադարն է։ Դրա ուղին պարզ է։ Ռուսաստանը պետք է անընդհատ ճնշման տակ լինի, բանակցային սեղանի շուրջ նստելու համար, ոչ թե ցուցադրական, այլ արդյունքի համար։ Դրա համար Եվրոպան կշարունակի բարձրացնել Ռուսաստանի համար պատերազմի գինը, եւ մենք երկար ժամանակով արժանացրել ենք Եվրամիությունում ռուսական ակտիվները, անշարժացրել ենք ներողություն։ Եվրահանձնաժողովի ղեկավարը նշել է խաղաղության ճանապարհին ձեռնարկված եւս երկու կարևոր քայլ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքներ եւ նրա տնտեսական վերականգնում։ Ֆոն դեր Լեյենը ընդգծել է, որ Եվրոպան կմնա Ուկրաինայի ամենաուժեղ եւ ամենահուսալի գործընկերը։ Մենք առաջարկել ենք ծածկել Ուկրաինայի ֆինանսական կարիքների 2/3-ը հաջորդ 2 տարիների համար, մոտարապես 90 միլիարդ եվրո։ Հետևաբար այս շաբաթվա Եվրոպական խորհրդում քննարկումները վճռորոշ կլինեն, հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահը։ Հիմա դուք տեսնում եք, ժողովուրդ ջան, այն որ մտածում ենք Եվրոպայի հետ կապված, շատերն արդեն գուժում են, Եվրոպան էսա կքանդվի, կփլուզվի, էս կլինի, այն կլինի, Եվրոպան ավելի շատ միասնական քաղաքականություն ավարում ու նաև մտածում է զինվելու մասին, մտածում է իր անվտանգային խնդիրները լուծելու մասին։ Իսկ եթե որևէ մեկը մտածում է, որ Եվրոպան շատ թույլ, այդ շատ թույլ Եվրոպայի հետ հաշվի անստում Տրամպը, այդ շատ շուտ բանի թույլ Եվրոպայի հետ կապված Ռուսաստանը ուշտու միտք է նա, որ Տրամպը կարողանա Եվրոպային ճնշի ու չի կարողանում ճնշի, իրանք էլ ասում են դե շուտ արա ճնշի էլի Եվրոպան ինչի ասենց ամենավերջի վիրավորական բաներով խոսում են, ότι չեն կարողանում հարցը Եվրոպայի հետ լուծել։ Հիմա սա է իրավիճակը։ Բեռլինում կայացած բանակցություններից հետո Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հաստատել է, որ Ուկրաինան, ԱՄՆ-ն եւ Եվրոպան նախնական համաձայնության են եկել Ուկրաինայի անվտանգության երաշխիքների շուրջ։ Իրավաբանորեն պարտադիր, այսինքն ԱՄՆ կոնգրեսի կողմից քվեարկություն եւ հաստատում։ Երեք կոնկրետ չէր ասել, թե իրավաբանորեն պարտադիր ինչի նկատի ունի, որ կոնգրեսի հաստատում, բայց դժվար չէ դա ենթադրել։ Եթե խոսում է Բուդապեշտի մեմորանդումը արեցինք ու արդյունք չտվեց, որովհետեւ դա չհաստատվեց եւ պահանջ չդրվեց Ամերիկայի նախագահաների համար, ապա այս հարցում ասում էր, որ պետք է իրավաբանորեն ամրագրված լինի։ Դա այսինքն արդեն պարզաբանում է, թե ինչի նկատի ունի, որ այսինքն կոնգրեսի կողմից հաստատումը լինի, որտեղ գոյություն ունի 5-րդ հոդվածը, ինչպես ՆԱՏՕ-ում, այսինքն Ամերիկայից այդ աշճանի երաշխիք ստանալ, որ հարձակվել Ուկրաինայի վրա, նշանակում է հարձակվել Ամերիկայի վրա։
Եվ սա կքվեարկվի կոնգրեսի կողմից, նաև համաձայնություններ այս հարցի շուրջ, եւ սա շատ կարեւոր է, ասել է Զելենսկին։ Ես կարծում եմ, որ մենք շատ մոտ ենք անվտանգության ամուր երաշխիքներին։ Այսօր մենք տեսնում ենք լավ տարեր թղթի վրա, բայց իրականությունը Միացյալ Նահանգների կոնգրեսում քվեարկությունն է, հավելել է Զելենսկին, որ երրորդ անգամ մի քանի նախադասության մեջ կոնգրեսի հաստատել է ինքը կարևորում է, որովհետև գիտի, որ Դոնալդ Տրամպը կարող է վաղը մեկ էլ մի հատ տղուն ուղարկի Ռուսաստան բիզնեսի հարցով ու լրիվ իրավիճակը փոխվի։ Իսկ հաշվի առնելով, որ Դոնալդ Տրամպը կոնգրեսի նկատմամբ այդքան էլ հարգալից չի, մտածում է դե մանավանդ մեծամասնություն ունի, ինչ պրոբլեմ ունի, որ նրանց հետ էլ հաշվի նստի, անգամ շատ ժամանակ գերազանցում է իր լիազորությունները, բայց դեռ իրան ներում են, բայց երբ որ եկող տարի լինի կոնգրեսի ընտրություններ լինի ստորին պալատը 2 տարին մեկա, գիտեք 2026-ին լրանում է ժամկետը, իսկ սենատը 6 տարին մեկա 1/3-ով ռոտացիա ալնելու, 1/3-ի ռոտացիայի ընթացքում կամ ամբողջ ընտրության ընթացքում դեմոկրատները մի քանի ձայնի տարբերությամբ կարող են մեծամասնություն ունենալ կոնգրեսում, ու այդ ժամանակ Դոնալդ Տրամպը կտեսնի, թե ինչ է նշանակում չհարգել կոնգրեսին, որը որ մեծամասնություն, որտեղ ինքը մեծամասնություն չունի։ Այդ ժամանակ կհիշի, թե այն բոլոր բաները, որ ինքը ճիշտ չարեց, ճիշտ չօգտագործեց իր այդ մեծ լիազորությունը, որը ինքը ստացավ հանրային այդպիսի մեծ վստահություն, եւ այն աշճանի մեծ վստահություն, որ նաեւ կոնգրեսում ունեցավ մեծամասնություն, որը ինքը մսխելով գնում է մինչեւ վերջ։ Գոնե այսօր իր թիմակիցները անգամ իր թիմակիցների նկատմամբ հարգալից չի։ Դրա համար հիմա ասում են թող կոնգրեսը վավերացնի, որովհետև Տրամպի վրա հույս դնել չի կարելի։ Մի բան էլ ասեմ, հետո մնացածը թողենք վաղը ինչ որ մնա խոսենք։ Եվրոպան ստեղծում է միջազգային հանձնաժողով Ուկրաինայում մարտական գործողությունների հետևանքով պատճառած վնասը գնահատելու համար։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Եվրոպայի առաջնորդները Հագայում հանդիպման ժամանակ կքննարկեն Կիևին 100 միլիարդավոր դոլարների վնասը փոխհատուցելու համար միջազգային պահանջների հանձնաժողով ստեղծելու հարցը։ Տասնյակ երկրներ արդեն իրենց աջակցությունն են հայտնել, հիմա էլ որոշում է կայացել, որ 25 երկիր, եթե ստորագրի դրա տակ, որ դա ստեղծվի, արդեն կանեն, բայց 35 երկիր արդեն հայտարարել է, որ կոնվենցիան կստորագրի հանդիպման ժամանակ։ Այսինքն սա նաև կոնկրետ գործնական քայլեր է այդ ուղղությամբ, որ Ռուսաստանի պահանջները ներկայացնեն, այն Ռուսաստանին, որը Նիկոլ Փաշինյանն ասում է մեր եղբայրն է։ Դե մենք տեսնենք, թե այդ եղբայրության տակից մենք ոնց ենք դուրս գալու այս իրավիճակում, որ դուք այս ամեն ինչը մի հատ տեսաք։ Եվ մեկ էլ մենք նայենք, թե ինչ որ տեղի ունեցավ ազգային ժողովի մակարդակով փորձեցին ինչ որ պարզաբանումներ, բայց դա բավարար չի։ Մենք սպասում ենք վարչապետի կողմից պարզաբանումներ, թե այս ինչի տակ մեզ մտցրեցին այս մոլորակի խառը ժամանակները։ Դե ինչ այսօր այսքանը, եթե հավանեցիք, սեղմեք լայք կոճակը, բաժանորդագրվեք Էդվարդ Անտոնյան YouTube-յան ալիքին, սեղմեք զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։